Իմ անունը Նվարդ Հակոբյանն է, 71 տարեկան հիդրոինժեներության թոշակառու պրոֆեսոր, 40 տարի դասավանդել եմ ջրային համակարգեր, չիմանալով, որ իմ ազգացիներիս արյունում հոսում է ամենահին ջրային հանճարեղությունը։ Մայրս, Թամարան, մահանալուց առաջ տվեց ինձ նոթատետր, լի երաժշտական նոտաներով։ Սրանք քո տատիկիդ պատկանում են։ Նա ասում էր, երաժշտություն չէ, այլ ջրի երգ։ Երբեք չհասկացա։ Թորս, Տիգրանը, ուսումնասիրում է ակուստիկ ինժեներություն Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Երբ տեսավ նոտաները, հուզվեց։ Տատիկ, սրանք ոչ թե սովորական նոտաներ են։ Հաճախությունները չեն համապատասխանում երաժշտական սանդղակին։ Սրանք համապատասխանում են ջրի հոսքի ռեզոնանսներին։ Սկանավորեցինք նոթատետրը բարձր լուծաչափությամբ։ 63 տարբեր մելոդիաներ։ Տիգրանը կիրառեց ալգորիթմ, որը վերլուծում էր ազդանշանի հաճախությունները։ Արդյունքը անհավատալի էր, յուրաքանչյուր մելոդիա նկարագրում էր ջրային հոսքի դիֆերենցիալ հավասարում, ճնշում, արագություն, տուրբուլենտություն։ 63 հավասարում։ Մայրիկս միշտ ասում էր, 63 աղբյուր, 63 պատասխան։ Վերջին էջում գտանք քարտեզ, Վայոց ձորի մարզի։ 63 կետ, միացված գծերով, ձավորելով ցանց։ Յուրաքանչյուր կետի կողքին, փոքրագիր գրաբար, Թամարի ջրաղբյուր 1, Թամարի խողովակ 12, Թամարի պահոց 45։ Դոկտոր Արտակ Սահակյանը, իմ նախկին գործընկերը Ջերմուկի հիդրոլոգիական կենտրոնից, համաձայնվեց ուսումնասիրել։ Տարանք նրան նոթատետրը քարտեզը։ Նրա դեմքը լուրջացավ։ Պրոֆեսոր Հակոբյան, եթե սա ճշմարիտ է, մենք գտել ենք միջնադարյան ջրամատակարարման համակարգ, որն օգտագործում էր սիֆոնի սկզբունքը 400 տարի Լեոնարդո դա Վինչիից առաջ։ Հետազոտեցինք պատմական արխիվները։ Մատենադարանում գտանք մեկ փաստաթուղթ 1289 թվականի Բողոք Սյունիքի եպիսկոպոսին։ Թամար կինը, ինժեներ Վահանի դուստրը, կառուցում է խողովակներ, որոնք երգում են։ Գյուղացիները վախենում են, կարծում են, դեր։ Բայց ջուրը հասնում է լեռները առանց ուժի։ Սա կախարդանք է։ Պատասխանը, եթե կախարդանքն է ջուր տալը ծարավներին, թող Աստված օրհնի կախարդներին։ Կազմակերպեցինք արշավախումբ Վայոց ձոր։ Իմ 71 տարիքում, արթրիտով, բարձրացա լեռները Տիգրանի Արտակի հետ։ Օգտագործեցինք գեորադար սկանավորելու 63 կետերը։ Առաջին 12 կետերում գտանք անոմալիաներ 2-4 մետր խորությամբ։ Սկսեցինք պեղումները իշխանությունների թույլտվությամբ։ Կետ 1, քարե խողովակ, տրամագիծը 40 սմ կատարյալ պահպանված։ Ներսում, լավայի բազալտից փորագրված երաժշտական նոտաներ։ Երբ փչեցինք ծայր դեպի ծայր, խողովակը արձակեց հստակ հաճախությամբ ձայն 287 հց։ Ճիշտ այն հաճախությունը, որը նշված էր նոթատետրի առաջին էջում։ Կետ 7, հսկայական քարե պահոց, 8 մետր տրամագծով, 12 մետր խորությամբ։ Պատերի վրա, փորագրություններ։ Թամար, Վահանի դուստր, 1265-1289, աստվածային երաժշտությամբ տարավ ջուրը լեռներ։ Կետ 23, ամենազարմանալին։ Քարե մեխանիզմ 63 փողերից, դասավորված օրգանի նման։ Երբ ջուրը հոսում էր համակարգով, այն անցնում էր փողերով, ստեղծելով մեղեդի։ Բայց ոչ թե դեկորացիայի համար, մեղեդին փոխվում էր, ցույց տալով ջրի ճնշումը տարբեր մասերում։ Սա ջրային օրգան էր որպես տեխնիկական գործիք։ Օպերատորները լսում էին երաժշտությունը հասկանում կա։ Արդյոք խափանում, արտահոսք կամ ճնշման խնդիր։ Դոկտոր Արտակի թիմը վերականգնեց 41 տարր համակարգից։ Երբ միացրինք ջուրը փորձնական հատվածում, համակարգը տարավ 8500 լիտր ջուր ժամում դեպի գագաթ, 340 մետր բարձրություն, առանց պոմպի։ Օգտագործում էր սիֆոնի, վակուումի ռեզոնանսի սկզբունքների համադրություն։ Թամարը հայտնագործել էր պասիվ ջրամբարձ համակարգ, 13-րդ դարում։ Նոթատետրի 63 մելոդիաներից վերծանեցինք 41-ը։ Յուրաքանչյուրը սովորեցնում էր։ Ինչպես հաշվել ճնշումը ըստ տոնայնության։ Ինչպես հայտնաբերել խափանումները ըստ դիսոնանսի։ Ինչպես օպտիմալացնել հոսքը ըստ հարմոնիայի։ Ինչպես պահպանել ջուրը ձմռանը ըստ ռիթմի։ Միջազգային ջրային ընկերություն առաջարկեց 420 միլիոն եվրո համակարգի նոթատետրի համար։ Ասացին, սա հեղափոխություն է։
կարող ենք տանել ջուր անապատներ առանց էլեկտրականության։ Բայց հիշեցի նոթատետրի առաջին տողը, ջուրը Աստծո երգն է։ Երգը պատկանում է բոլորին։ Հայտարարեցի, Թամարի նոթատետրը նվիրաբերվում է Մատենադարանին։ Տիգրանը թվայնացրեց ամբողջ համակարգը, CAD նկարներ, հիդրավլիկ հաշվարկներ, ակուստիկ վերլուծություններ։ Ամեն ինչ open source, Creative Commons արտոնագրով։ Մեկ պայման կարևոր էր ուսուցանել պատմությունը։ Թամար 24 տարեկան կին 1289-ին երաժշտության միջոցով լուծեց ինժեներական խնդիր, որը մինչ 21 դար բարդ է։ 6 ամսում 34 երկիր փորձարկեց համակարգը։ Քենիայում տարավ ջուր 12 գյուղերի, 40 կմ հեռավորության վրա, առանց պոմպերի։ Խնայեց 2-3 միլիոն էներգիայի ծախսերից։ Պերուում Անդների լեռներում վերականգնեցին ինկայական ջրատարները, օգտագործելով Թամարի ակուստիկ տեխնիկան։ Հնդկաստանում Ռաչաստանի անապատում 890,000 մարդիկ այժմ ունեն ջուր։ ՆՍԿ-ն ճանաչեց հիդրոակուստիկ ինժեներությունը որպես մարդկության ոչ նյութական ժառանգություն։ Բայց դեռ 22 կետեր չենք գտել։ Նոթատետրի վերջում մայրիկս գրել էր. «Ես տեսա միայն եւ լույսի տակ, Թամարի սիրտը թաղված է այնտեղ, որտեղ 63 աղբյուրները դառնում են մեկ կետ»։ Կլինի վերջին հաղորդագրություն։ Դոկտոր Արտակը վերլուծեց տոպոգրաֆիան։ Կա միայն մեկ վայր Վայոց ձորում, որտեղ 63 փոքր հոսքեր միանում են, Արփա գետի աղբյուրը։ Այնտեղ 14 մետր խորությամբ գտանք քարե ապան։ Ներսում ոսկե թիթեղ, փորագրված փոքրագրով։ Կարդացի բարձրաձայն արշավախմբին։ Ես, Թամարը, Վահանի դուստրը, մահանում եմ 24 տարեկանում։ Ասում են, կինը չի կարող լինել ինժեներ։ Բայց ես ստեղծեցի այն, ինչ տղամարդիկ չէին կարող պատկերացնել, համակարգ, որը լսում է ջրին երգում դրա լեզվով։ 63 տարի է պետք, որպեսզի համակարգը ավարտի իր ցիկլը, 63 աղբյուր, 63 կանայք, 63 սերունդներ։ Թող իմ դուստրերը սովորեն։ Ջուրը ամենահզոր երաժշտությունն է, ով լսում է, կարող է տեղաշարժել լեռները։ Չկարողացա շարունակել։ Լացում էի, 71 տարեկան պրոֆեսոր, տասնյակ տարիներ դասավանդել էի հիդրավլիկա, չիմանալով, որ իմ նախնիները գրել էին դասագիրքը 734 տարի առաջ։ Այսօր Վայոց ձորում վերականգնում ենք Թամարի համակարգը։ Արդեն 23 գյուղեր ունեն ջուր։ Տիգրանը ստեղծեց հավելված WaterSong, որը թույլ է տալիս ցանկացած ինժեների դիզայն անել ջրային համակարգ, օգտագործելով Թամարի սկզբունքները։ 4-7 միլիոն ներբեռնում։ Իմ գրասենյակում պահում եմ միակ բանը, որը չեմ նվիրաբերել, մայրիկիս նոթատետրի վերջին էջը։ Այնտեղ նա գրել էր 1982-ին. Նվարդ ջան, քեզ համար սա երաժշտություն է։ Քո մայրիկիս համար գաղտնիք էր։ Իմ մայրիկիս համար պարտականություն։ Բայց Թամարի համար սա սեր էր։ Սեր դեպի ջուր, դեպի կյանք, դեպի ժողովուրդ։ Թող քո սերը լինի նույնքան հոսուն։ Երբ հարցնում են, ինչու անվճար տվեցի համակարգը, տանում եմ նրանց Արփա գետի աղբյուրը։ Ցույց եմ տալիս 63 փոքր հոսքերը, որոնք միավորվում են մեկ գետում։ Թամարը մահացավ, որպեսզի այս հոսքերը երբեք չանցած չմնան։ 63 սերունդ կանայք պահպանեցին նրա երգը։ Հիմա 34 երկրներ երգում են նույն մեղեդին։ Սա Թամարի իրական համակարգն է, ոչ թե խողովակները, այլ սերը, որ հոսում է 63 սերունդներով։ Դեռ փնտրում ենք վերջին 22 կետերը։ Բայց արդեն գիտենք, ամենակարևոր գտածոն ազատ է։ Յուրաքանչյուր անգամ, երբ որը մեկը բացում է ծորակը լսում ջրի ձայնը, նա լսում է Թամարի երգը։ Եվ երգը պատկանում է բոլորին։